Հակոբ Բադալյան, քաղաքական վերլուծաբան։ Գագիկ Ծառուկյանի շուրջ տեղի ունեցողի մասին տեսակետս կթվա մի քիչ տարօրինակ, բայց իմ խորին համոզմամբ պարոն Ծառուկյանը քաղաքական կարևոր եզրահանգումներ չարեց շատ ավելի վաղ, դեռ մինչև 2018 թվականը, թեև նաև կարևոր պահերի առաջ է կանգնել 2018-ին ու նորից չի արել այդ կարևոր եզրահանգումները։ Սա չեմ ասում նրա հանդեպ իշխանության գործողությունները արդարացնելու համար, այստեղ այնքան շատ են գնահատականները, որ չեմ կարծում, թե իմ գնահատականի կարիքն էլ կա, բայց նա քաղաքականության մեջ է, այն հայաստանյան։ Ցավոք 2006-ից հայտնվելով հայաստանյան քաղաքականության մեջ Գագիկ Ծառուկյանը ըստ էության այդպես էլ չփորձեց կամ չկարողացավ դրանում դրսևորել եւ դիրքավորվել երկարաժամկետ ու խորքային հայեցակարգով։ Անկեղծ ասած, Հիսուս Քրիստոսի արձանի կառուցման նախաձեռնությունն ինձ մոտ առաջացրեց հետաքրքրություն այն իմաստով, որ դա կարող է ենթադրել ստրատեգիական վերադիրքավորում բավականին բարդ եւ հետաքրքիր կառուցվածքով։ Ցավոք, սակայն Գագիկ Ծառուկյանի այդ նախաձեռնությունը զարմանալիորեն մնաց հայաստանյան քաղաքականության մանրապատումային շրջանակում։ Այստեղ կա խոսելու շատ բան, բայց կա արդյոք իմաստ։ Սա է հարցը։ Ամփոփ եմ, պարոն Ծառուկյանը պատժվում է անարդյունավետ նախընտրական արշավի համար։ Կրկնեմ, սա նրա հանդեպ ուժային մամլիչի կիրառման արդարացում չէ, սա քաղաքական իրավիճակի իմ գնահատականն է, որը պոպուլյար սպառման համար չէ։